Իսկ ինչ, եթե մեկ օր անցկացնենք այնպես, ինչպես կասի ChatGPT-ին։ Ես շատ ու շատ այդպիսի թրենդներ եմ տեսել, մեկ օր արհեստական բանականության հետ, այսինքն արհեստական բանականությունը կազմում է մեզ համար մեկ օրվա ծրագիր, չեք պատկերացնի ինչ հրաշք եղանակա դրսում ու ինչ անձրևա գալիս իսկական աշնանային տրամադրություն, խնդրում եմ ուշադրություն չդարձնեք սկապտածին իմաստանատամս նոր ենք վիրահատել հեռացրել։ Այս այստեղ իմ բլոկնոտում գրել եմ, թե ինչ ասել ChatGPT-ին, ժամերով քայլ առ քայլ ամեն ինչ նշված է։ Անելու եմ այնպես, ինչպես որ ասել է ChatGPT-ին, միայն ժամային առումով կարող է մի փոքր փոփոխություն լինի։ Օրինակ, այստեղ նշված է բալիկս քնում է 11:30, հիմնականում հենց այդ ժամին էլ քնում է, բայց կարող է այնպես լինի, որ առավոտյան ուշ արթնանա, քնի ավելի ուշ։ Ես փորձում եմ ամեն ինչ մաքսիմալ անկեղծ ձեզ ներկայացնեմ, առանց ձևականությունների, առանց իդեալականացման, այնպես ինչպես որ կա, որովհետև գիտեմ, որ մարդկանց ավելի շատ դուր է գալիս տեսնել իրականը, քան fake ինչ-որ իդեալական պատկերներ։ Այնքան շատ է մեր կյանքում իմը fake-ը, այնքան շատ է սոցցանցերում ամեն ինչը իդեալականացված, որ մենք երբեմն կորում ենք այդ ամեն ինչի մեջ ու մտածում ենք, որ մեր կյանքը ահավոր է, բայց հավատացեք, մեր կյանքը այնքան հետաքրքիր է, ուղղակի պետք է դուրս գալ այդ ամեն ինչի միջից ու մեր կյանքին նայել։ Վաղ արդեն կսկսենք մեր օրը արհեստական բանականության հետ, այսպես ասած, տեսնենք թե արհեստական բանականությունը ինչ հետաքրքիր օր է մեզ համար կազմակերպել։ Օրը սկսվելու է ժամը 7-ից, հիմնականում իմ օրը հենց այդպես է սկսվում, որովհետև ես բալիկ ունեմ, բայց իդեպ ասեմ, որ ինքնից խոսք եմ տվել, որ եթե անգամ իմ բալիկը ուշ արթնանա, ես միշտ արթնանալու եմ ժամը 7-ին, որովհետև հավատացեք, ինչքան շուտ եք արթնանում, այդքան ձեր օրը ավելի լավ է անցնում։ Մի խոսքով, ինչ վաղը։ Չգիտեմ, անձրևի ձայնը լսում եք թե չէ, բայց խենթանում եմ այս եղանակի համար։ Ոնց են հանել մատանը։ Դուստեցա, հա, ասա հա տանեմ բավ։ Հա, պապետի։ Մեր այսօրվա առավոտյան պլանների մեջ մտնում էր Կարենին զբոսանքի տանելը, բայց այդ գործից ինձ ասապեց Կարենի պապիկը։ Գնացին միասին զբոսնելու, ես էլ այդ ընթացքում սառը սուրճ կխմեմ։ Ժամը 9-ին մեզ մոտ ձգումների թեթե մանրամարզության ժամը, Կարեն արդեն իմ MFR ռոլերով իրան մասաժանում, արաբալես։ Ես հիմնականում զբաղվում եմ պիլատեսով, հիմա արդեն յոգա եմ ուզում փորձել, մի քանի օր ինչ անում եմ, նույն բաներն են ինձ թվում է։ Բայց այս թեթև մանրամարզությունները անում եմ, երբ որ Կարենը արթուն է լինում, որովհետև ուզում եմ ինքն էլ տեսնի, սովորի, հետաքրքրություն առաջանա, բայց պիլատես յոգա անում եմ, երբ որ ինքը քնած է լինում։ Մանրամարզությունից հետո մեզ մոտ սմուզի պատրաստելու ժամ է, այնպես որ անցնենք առաջ։ Կենացածենք։ Քո կենացը։ Վերջ Կարենին քնացրեցի, ChatGPT-ին ասում եմ, որ պետք է կատարեմ դեմքի թեթև խնամք և հավաքեմ տները, ես միանգամից կտրնեմ աչքի տակի պաչ ու կանցնեմ գործի։ Ես հատակը մաքրելու ջրին ավելացնում եմ կոնդիցիոներ ալվածքի։ Ամբողջ տնից անուշ վանիլինի հոտ է գալի, ու իդեպ ասեմ հատակը կպչուն չի լինում։ Ես հագել եմ արդեն իմ մարզահագուստը, և եկավ որվա իմ ամենասիրելի ժամը, պիլատեսի ժամը։ Վարժությունները տևում են 7, մաքսիմում 15 րոպե, բայց ոնց ամբողջ օրը կարդիո արած լինեմ, ամբողջ որովայն ինձ մկանները վարվում է։
Ամուսինս աշխատանքից տուն է վերադառնում, դրա համար եկեք համով բան պատրաստենք։ Սասան տուր մամային։ Մաման ինչ անելու դրանով։ Քսվելու եմ։ Ամուսինս աշխատանքից եկավ, ճաշեցինք, հիմա ChatGPT-ի ծրագրով ընտանիքով ժամանակ անցկացնելու ժամը դրա համար պատրաստում ենք պոպկորն, որ գնանք մուլտֆիլմ դիտելու։ Գնացա։ Զրուգլից։ Զրուգ չէ, ֆիզրուգ։ Ֆիզրուկ լծա։ Ոմանք վայելում են ամռան վերջին օրերը, իսկ ես մի կերպ ուզում եմ շուտ անցնի, որ գա աշունը։ Բանկ տանուր։ Կոֆե բանքը։ Անդե ջերվի դե։ Ուզում ես ջերվես, Մեր մոտ բարթավարը նոր է սկսում։ Արի, կարուշա։ Դե ինչ, ChatGPT-ի կազմակերպած օրը այսքանն էր, եթե հավանեցիք, բաժանորդագրվեք իմ ալիքին։